Հարցերը բազմաթիվ էին, ավելի շատ զրույցի անհրաժեշտություն կար, հարցերը հիմնականում առնչվում էին հարկային օրենսգրքի կատարող այս փոփոխությունների առանձին հոդվածների վերաբերյալ իրենց մտահոգություններին, տնտեսական հեղափոխության հետ կապված իրենց որոշակի հարցադրումներ ունեին, թե ինչպես ենք մենք եւ ընդհանուր առմամբ նույնիսկ կարելի է ասել, որ զրույցը շատ ավելի շատ ոչ թե պեկի գործառույթների շրջանակում էր, այլ ավելի շատ տնտեսական իրավիճակ, տնտեսություն, կառավարություն, տնտեսավորող սուբյեկտ այդ հարաբերությունների շրջանակներում էր։ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված ինչ-որ արտոնություններ հարկային կամ նման խոսակցություններ բացարձակ նման բան չի եղել, ավելի շատ զրույցը, որ մենք ունեցանք, շատ հաճելի զրույց էր։ Շատ դեպքերում նաև որոշակի քննադատություններ հնչեցին պեկի գործառույթների հետ կապված, այս կամ այն գործառույթը իրենց կարծիքով կարելի է ավելի պատշաճ իրականացնել։ Զրույցը եղել է միմիայն ընդհանուր տնտեսություն, հարկեր, հարկային քաղաքականություն, հարկային վարչարություն, տնտեսական հեղափոխություն այդ շրջանակներում պարոն Ծառուկյանի բիզնեսներին որևէ անդրադարձ չի եղել։ Պարոն Անանյան, մամուլը այսօր գրել էր, որ Շուշանիկ Ներսիսյանը, ով համակարգում է մաքսային ոլորտը, այսպես ասած հրահանգ է իջեցրել, որ 1 ամիս շարունակ խոշոր գործարարներին ապրանք ներկրելու այդ մաքսազերծից ազատեն կամ շաբաթ, այսպես ազատ օրերի գնով, այսպես ասած, վճարները ստանան, ինչը առաջացրել է մաքսակետերի պատասխանատուների, այսպես դժգոհության առիթը եւ ասվել է, որ դա ֆինանսական, այսպես լուրջ հարված է լինելու բյուջեի նրա կողմից նման հրահանգ իջվել է, դուք ես ճիշտ ասած չգիտեմ ինչի մասին է խոսքը եւ պատկերացրեք, որ նրա կողմից այդպիսի հրահանգ չէր կարող իջեցվել, եթե այդպիսի հրահանգ եղել է, պետք է իջեցվեր իմ կողմից։ Ես նման բան չեմ հիշում։ Չի եղել նման բան։ Չեմ հիշում։ Նույնիսկ չեմ հասկանում ինչի մասին է խոսքը։ Արտաժամի աշխատել, չաշխատելու մասին է խոսքը, հանգստյան օրերին աշխատել, չաշխատելու մասին է։ Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Մամուլը պարոն Անանյան գրել է։ Ո՞ր մամուլը։ 168 ժամը մասնավորապես իր աղբյուրներին հղում անելով գրել էր, որ Շուշանիկ Ներսիսյանը, ով պեկում համակարգում է, մաքսային ոլորտը։ Եկեք խնդրենք 168 ժամին բացահայտի իր աղբյուրները, որպեսզի տեսնենք այդ որտեղից է տեղեկատվությունը։ Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ։ Պարոն Անանյան, այսինքն այսքան աղմուկից հետո էլի պեկում պարգևատրումները շարունակվում են ու էլի աղմուկը բարձրանում է, այսինքն այդ հասարակական աղմուկը որևէ կերպ զսպող հանգամանք չեղավ կառույցի համար։ Հասարակական աղմուկ չի ասի այդպես, եկեք դրա անունը դնենք հանրային, ասենք, վրդովմունք, հա։ Եկեք այսպես ձևակերպենք։ Նախորդ տարվա պարգևատրումների հետ կապված թե հանրային քննարկումների, թե հանրության մտահոգությունների, թե կառավարության ներսում կատարված քննարկումների եւ որոշումների առումով մենք որոշակի վերադասավորումներ ենք արել եւ այսօր մենք պարգևատրումներ վճարում ենք ոչ թե որպես պարգևատրումներ, այլ համարեք, որ այդ պարգևատրումները աշխատավարձի հավելավճարներ են։ Եվ այդ վերջերս, եթե դուք նկատել եք կամ նաև վարչապետը իր ասուլիսի ժամանակ հանդես եկավ այդպիսի թեզով, որ մենք այդ պարգևատրումները չպետք է նայենք որպես պարգևատրումներ, այլ պետք է նայենք պետական ծառայողին արժանապատիվ վարձատրություն տալու մեխանիզմ։ Այո, պարգևատրումները եղել են այս ամիս, լինելու են իրենք նաև առաջիկայում, բայց իրենք լինելու են կարծում եմ հանրային ընկալման տեսանկյունից խելամտության շրջանակներում։